Ողջույն, Տիգրան II մեծից 2000 տարի առաջ հայկական լեռնաշխարհի հարավից մեկնարկում է մի կայսրություն, որը հայտնի է որպես կուտիների կամ բարեպաշտ տիրակալների աշխարհակալություն անվամբ։ Ներկայացնեմ հետևյալ գրքերը։ Գրքի հեղինակ Արտակ Մովսիսյան, բարեպաշտ աշխարհների աշխարհակալությունը, գիրք հրատարակել Ապոլոն հրատարակչությունը 1997 թվականին։ Գրքի հեղինակ Արտակ Մովսիսյան, Հայաստանը Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակում մզգերավոր աղբյուրների, գիրք հրատարակել է Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը 2005 թվականին։ Մերձվարկությունից առաջ 24-րդ դարի երկրորդ կեսին Միջագետքում ձևավորվում է աշխարհում առաջին բռնապետությունը, որը հայտնի է որպես Աքադի կայսրություն անվամբ։ Նրա հիմնադիրը ազգությամբ սեմասի, այգեպան և մատրվակ Շարումքեն Հինն է։ Նա պարտության է մատնում Ուրուկի և Միացյալ Շումերի տիրակալ Լուգազագեսին, գերեվարում և գլխատում է նրան։ Շուտով նա նվաճում է ողջ Միջագետքը, նաև Ասորիքը, հիասթափում է Աքադի կայսրությունը։ Իր մահվանից հետո Աքադը թուլանում է, ենթակա ժողովուրդները ապստամբում են, թոռը Նարամսուենը վերականգնում է Աքադիազորությունը, սկսում է պատերազմներ հայկական լեռնաշխարհի հարավի պետությունների դեմ, մասնավորապես Լուլուբումի տիրակալ Անուբանինիի և վերջինիս որդու Սաթունի դեմ։ Բայց շուտով հայկական լեռնաշխարհի և հարակից շրջանների 17 պետությունները դաշինք են կնքում ընդդեմ Աքադի։ Վերջինիս նպատակն էր ոչնչացնել Աքադը և փրկել ազգակիցի շումերներին բռնակալ Նարամսուենի տիրապետությունից։ Այդ դաշինքը ղեկավարում է Կորդուքի բնիկները, կուտիները և վերջինիս տիրակալ փառապանծ Էնրիդապիզիրը։ Պատերազմում դաշինքը հաղթում է Նարամսուենին, վերջինս զոհվում է։ Էնրիդապիզիրի գործը շարունակում է որդին Էրիդուպիզիրը։ Նարամսուենի փոխարեն Աքադում գահ է բարձրանում որդին Շարկալիշարին, ով փորձում է վերականգնել Աքադիեզորությունը։ Վերսկսվում է պատերազմը, որն ի վերջո ավարտվում է կուտիների հաղթանակով։ Աքադը դադարում է գոյություն ունենալ և մաս է կազմում կուտիական կայսրությանը։ Կուտիները նվաճում են նաև Էլամը և պատժում են վերջինիս տիրակալ Կուտիկ Ինշուշինակին, ով Աքադի դաշնակիցն էր և կուտիների թշնամին։ Կուտիական կայսրության մաս են կազմում նաև հայկական լեռնաշխարհի մեծ մասը, Փոքր Ասիայի հարավ-արևելքը, Ասորիքը, Փյունիկիան, Պաղեստինը, Իրանի արևմուտքը։ Ստեղծվում է մի մեծ կայսրություն, որտեղ ժողովուրդներին կուտիները բերում են խաղաղություն և բարգավաճում։ Կուտիական տիրակալը ընտրվում էր 1 տարի ժամկետով, նա կարող էր վերընտրվել։ Էնրիդապիզիրից սկսած կուտիները ունենում են 23 տիրակալ։ Վերջին տիրակալը Տիրիկանն էր, ով գահ է բարձրանում լուսնի խավարման ժամանակ և կառավարում է 40 օր։ Շուտով Ուրուկի տիրակալ Ուտուխեգալը ապստամբում է կուտիների դեմ։ Ճակատամարտում կուտիները պարտվում են և նահանջում են դեպի հայկական լեռնաշխարհ։ Կուտիական կայսրությունը տևում է մոտ 100 տարի և մեծ հետք թողում տարածաշրջանի ժողովուրդների պատմության մեջ։ Փառք կուտիների փառապանծ և բարեպաշտ տիրակալներին։ Շնորհակալություն ուշադրության համար։